Բարեկամներ, ողջույն։ Սկսում ենք մեր ինքնությունը նախագծի հերթական դրվագը։ Այսօրվա մեր հյուրը հերթական բացառիկ մարդկանցից մեկն է, Արտուր Շահնազարյան։ Պարոն Շահնազարյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Շահնազարյանը կոմիտասագետ է, կոմպոզիտոր, զբաղվում է լրջորեն խազագիտությամբ, հայկական երգի, պարի, ճիշտ եմ ասում, հին հոգևոր ազգային երաժշտության ուսումնասիրմամբ եւ ըստ էության ըստից միգուցե Պարոն Շահնազարյանը կուղի ինձ, բայց ես կարծում եմ, որ դուք կոմիտասյան գործի, կոմիտասի ուղու շարունակողն եւ բյուրեղացնողը։ Դե դրանք գրքերով հրատարակված են։ Այո, այդ իր խազագիտության գործն եմ շարունակել, մյուս գործերը Սավսի Դավիթ էպոսը իր երազանքն էր, որ լինի օպերա կամ բալետ, օպերա բալետ։ Ես դա գրեցի Սավսի Դավիթ էպոսը մեր հին մեղեդիների վրա, էպոսի հենց նյութերի, որովհետև էպոսը առաջ երգելով են պատմել, խաղացել եւ այդ երգերից բավականաչափ պահպանվել են։ Դրանք բոլորը օգտագործել եմ։ Հետո կխոսենք առանձին էպոսի մասին եւ ընդհանրապես այո, իր գործն եմ շարունակել։ Կոմիտասը ըստիս այդքան էլ Հայաստանում ցավոք ըստիս ամբողջությամբ գնահատված չի։ Եվ ոչ միայն կոմիտասը, դուք ձեր դասախոսություններում մի շարք հայերի, հայ մեծանուն մարդկանց անուններ եք նշում։ Ես կարծում եմ գնահատված է կոմիտասը, որովհետև դեռ կենթանության օրոք արդեն նա հայ ժողովրդի համար մեծություն էր, որովհետև նա փրկել էր հայ ժողովրդի ժառանգությունը, ամբողջ երաժշտության լեզվով փրկել էր հազարամյակների ժառանգությունը, իր խոսքով այնքան հին, երբ հայ ժողովուրդը ծնունդ է առել եւ ասում է իր հետ այդ ելևէջները հասել են մինչեւ մեր օրերը։ Եվ իր ժառանգությունը ներառում է ամբողջ արևմտյան եւ արևելյան Հայաստանը ամբողջությամբ, այսինքն մեր մտավորականներից տարածքով ամենամեծն է գործունեությունը, ժառանգությունը եւ ժամանակահատվածով ամենատարողունակն է հազարամյակների խորքից մինչեւ միջնադար եւ հետո այդպես ոչ մենք չունենք անհատ, որի ժառանգությունը վերաբերվի հազարամյակների մի քանի հազար տարվա հնության եւ գա հասնի միջև։ Ինձ դուր է գալիս ձեր լավատեսությունը, իրականում երբ որ ես ասում եմ չգնահատված, ոչ թե իր աշխատանքը, իր անունով փողոց կա, արձան կա, կոնսերվատորիա կա, իր գործերը հրատարակված են 14 հատորը, նույնիսկ 1941 թվականին, այդ որ արդեն գիտեք, սովետական միություն, Ստալին եւ այլն, իր ազգագրական երգերի ժողովածուն հրատարակվեց, 6 հատոր հրատարակվեց, 65 թվականին սկսվեց հրատարակությունը, իր 100-ամյակը իր շատ շքեղ նշեցին, իր անունով երգչախմբեր են կազմվել Սփյուռքում, Հայաստանում, եղել են հարյուրավոր համերգներ, իր գործերը անընդհատ կատարվել են արտերկրում, Հայաստանում, միշտ գնահատվել է եւ մեր ժողովրդի համար եղել է ինքը սրբություն եւ մեր ժողովուրդը իրեն պահել է իր սրտում, ճիշտ է, մեր ժողովրդի մի ստվար մաս արևելյան կլկլոսների գիրկն անկած։ Դա եմ ասում, դուք նաև նշում եք ռաբիզը տեղի է տվել նամազին, նամազը կամած վերադարձնենք իր արմատներին ժողովրդին։ Այդ բանը նորություն չի, կոմիտասը գրում է հոդված ունի, որ պոլիսում ամիրաները հովանավորում էին տերտերներին, որ պատարակը մողամով երգեն, իրաց դա էր դուր գալիս։ Բայց մենք դրա մեջից պիտի դուրս գանք, բանկապարտեզով, դպրոցով, մեր ազգային երաժշտությունը հայերենը քարոզելով պետք է անենք, պարապ չպետք է մնանք։ Այսինքն դուք այդպես լավատեսությամբ լցված եք։ Այո, մենք լավ սերունդ ունենք, շատ նախանձախնդիր իրենց ազգային արժեքներին եւ կա այդպիսի մի օրենք։ Եթե ուզում ես մի ազգին այլասերել իր ազգային արմատներից ինքնությունից կտրել, պետք է միլիոնավոր դոլարներ ծախսել, հեռուստատեսությամբ մեծ ծախսեր անել, շոուներ կազմակերպել, կապիկություններ բեմադրել, երեք իմիջիայլոց կապիկություն տեսա, հենց հեռուստատեսությամբ, դրանց ասում եմ կապիկների դպրոց, էլի, այտենց տնազ են անում, նույնիսկ ծաղրածու ասելը վիրավորական կլինի ծաղրածուի համար,
Այդպիսի մեծ ծախսեր է պետք անել, հովանավորել այդ կլկլոցներով երկիշներին, ամեն մի երկի համար $7000 վճարել հատին, որպեսզի տարածեն։ Բայց տեսեք, երբ հարազատը ժողովրդին տալով, այդ միանգամից այդ միլիոնավոր դոլարները ջուրն են ընկնում, որովհետև միանգամից մարդու մեջ արտանում է իր ներքին ձայնը, երեխայի մեջ, եւ իր հարազատ այդ ձայնը փոխում է իրան, ինքը արդեն վերադառնում է իր ինքնությանը։ Նրանք, ովքեր դպրոցում այդ երգերով մեծացել են, այդ լեզվով, այդ բանով, նրանց մեջ դա արմատացել է շատ հեշտ։ Իսկ այդ վատը սերմանելու համար հատուկ ծրագիր է պետք, ծրագրված, գումարներ ծախսելով, զոռով, բանելով, բայց մենք կտարածենք եւ կգան մարդիկ, էլի որ կտարածեն եւ հրաշալի սերունդ ունենք, երբ լսում են իրենց հարազատը, իրենց ներքին ձայնը արտանում է եւ վերադառնում են իրենց արմատներին։ Այսօր օրինակ իմ խումբը ակունքը, որ համերգ է տալիս, փոքր դալիճում համերգը չվերջացած երիտասարդները տեսնում եմ ամբողջ բան շարք են բռնել, նստարաններից դուրս եկել եւ այդ պարերը ապարում են, բոլորը գիտեն, արդեն սովորել են, օրինակ։ Պարոն Շանազյան, դուք ձեր դասախոսություններում, ես նայում եմ ձեր դասախոսությունները YouTube-ում դրված եւ խորհուրդ եմ տալիս նաեւ մեր հեռուստադիտողներին էլ հետևել դրանց, որովհետեւ շատ հետաքրքիր են։ Դուք այնտեղ մի քանի հարցեր եք տալիս, որոնք ես էլ եմ այս հաղորդման ընթացքում շրջանակում բարձրաձայնում։ Ով ենք մենք, որն է մեր առաքելությունը, որն է մեր ճանապարհը, որով մենք պիտի գնանք, եւ մենք որտեղից ենք եկել, եւ ընդհանրապես ով է հայը։ Այդ հարցերը միայն մեզ չի հետաքրքրում, այդ հարցերը հետաքրքրել է մեր մեծերին։ Իրենք ես այսօր բերել եմ օրինակ Թումանյանի խոսքը, ասենք Թումանը մեր հետ նստած է, լսենք իրան ինքը ինչ ասում է, այս արդյոք չէ։ Ասում է մեզանում հիրավի ճանապարհներ կան որոշած, բայց դրանք էս կամ են կուսակցությանն են կամ լրագրինը։ Ամեն ազգի մեջ կան եւ միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական քաղաքական կուսակցություններ, օսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը։ Լինում են դեպքեր մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ են կողմը կյանքի ու մարդկանց ուժքը մոմենտներ են դրանք ժողովրդի մեջ ասում եմ։ Եվ որոնցից ոչ մեկը առանձին վերցրած պատասխան չի տա դրված հարցին։ Դրված հարցը նաեւ որն է հայը, որն է մեր ոգին, որն է մեր ինքնությունը եւ ինչ ենք ուզում, ուր ենք գնում այդ հարցին, սկիզբում է դա ասում։ Եվ նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թե որն է այս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ինչ է կամենում սա, սրա ոգին, եւ ուր որոնենք այդ ոգին, արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկած, Ղարաբաղի ու Լոռու սարերում, թե Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում, արդյոք հին վանքերի միստիկ կամարների տակ, ուր ծավալվում է խորհուրդ խորին անհաս եւ անսկիզբն, թե դալար մարգերում ու խաղաղ հանգիստ հովիտներում, ուր լուսնակրանուշ, հովնանուշ, հինականի քուննանուշ ուզում ասի ժողովրդական երգը, էլի, այդտեղ, թե նարեկացու Մատյանի մեջ, արդյոք ի խորոց սրտի խոսքը ընտասու խոսող երկնաչու պաղատանքների մեջ, թե վերք Հայաստանի հայրենասիրական ողբի առաջարկների ու մորմոքների մեջ, իհարկե, այս ամեն տեղերում, այս ամենի մեջ, եւ ինչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը, այս ամեն տեղում ու ամենի մեջ, խորտ արյունի ու պատերազմի, խորտ սրածության ու ավերածության, որն է հայ ժողովրդի ոգին եւ ինչ է ուզում նա։ Այդ բոլորը այն ժամանակ իրենց հետարքրում էր եւ Խաչատուր Աբովյանն էլ այդ հարցը բարձրացրեց եւ Գարեգին Սրվանտյանցը այդ հարցը բարձրացրեց, թե ինքը էպոսը հայտնաբերեց եւ ասեց դա իմանալու համար պետք է մենք ճանաչենք մեր ժողովրդին եւ մեր ժողովրդին ասես չենք ճանաչում, որովհետեւ ինքը ունի հարստություններ, որոնք գրառված չեն եւ մեզ պետք է հարյուրավոր ազգագրագետների մի բանակ, որ հիմա շուտ ծրվեն եւ ժողովրդից ինչ կա անբարեն, հետո հասկանանք ինչ է։ Հետո Վահան Տերյանը գրեց Հոգևոր Հայաստան հոդվածը, որտեղ ասեց, որ եթե մեր ինքնությունը, մեր հոգևոր Հայաստանը եւ ինքնությունը չի լինելու, ինձ այդպիսի Հայաստան պետք չի, չէ՞, եթե հիշում եք, օրինակ ասում է, ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը,
որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը։ Եվ գլխավորն է մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու։ Ահա թե ինչու ես կարծում եմ, որ բացի արտաքին արգելքները հաղթարելուց ամեն մի ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչաներն են։ Ահա այդ արտաքին սահմաններով առանձնացած խավարի մեջ դեգերող, բայց օտարների աչքին թոս փչելու համար պատեհ դեպքերի համար արտաքին շքեղ ու հոյակապ շենքերով ճոխ Հայաստանն է նրանց բաղձանքի առարկան։ Դա հայ համազգեստը հագին հայ ոստիկանի մի հայրենիք է։ Չկա մենակ այդպիսի մի հայրենիք։ Հիշենք, որ զոոլոգիական ազգասիրության արդյունքն էր մեր այսօրվա հոգեկան մտավոր սնանկությունը, մեր կուլտուրական թշվառությունը, որովհետև որպեսի Հայաստան կարող է ստեղծել զոոլոգիական ազգասեր բուրժուա ինտելիգենտը, որը հայության ամենավսեմ գանձը լեզուն առամարում է, եթե ոչ մի հայ ոստիկանի հայրենիք, այդպիսի հայրենիք ես չեմ ուզում, որովհետև միթե դիակ է իմ կամեցածը։ Բոլորին այս հարցը հուզում էր եւ Դժդեը գրեց այդ մասին եւ Կոստան Զարյանը նա գրեց մի վեբ նավը լեռան վրա, որը ամբողջությամբ արտացում էր հայի ինքնության, հայի ճանապարհի եւ որն է մեր ոգին, որն է մեր ինքնությունը, ով ենք մենք։ Կոստան Զարյանը այնտեղ առանձին տողեր ունի նախադասություններ այդ վեպում, եթե դա առանձնացնեք, կարծես ծրագիր է գրել կողել վեպի մեջ։ Եվ դրանք խոսում են սպայի լեզվով, մյուսի լեզվով եւ շատ կտրուկ բաների հանգում Կոստան Զարյանը շատ կտրուկ, որը շատերի համար ընդունելի չի։ Իրեն արգելեցին, մինչև վերջերս իրեն առանձնապես չէին, շատերը նույնիսկ չգիտեն իր մասին։ Երևի հիմա էլ հայերի համար դա կտրուկ կհնչի, որովհետև ինքը նախ ասում է պետքա վերցնել էպոսը չափանիշ։ Որտեղ էպոսը ընդունված է, այնտեղ այդ հայությանը ուրեմն ընդունել, որովհետև որ չկա այդ էպոսի ոգին շունչը ընդունված չի, դանակով պետքա կտրել։ Ձերքը եւ առանձնացնել մեզ այդ մյուս հայերից։ Մի փոքր սադրան ձեզ։ Ես կարծում եմ, որ որքան է դուք իհարկե ես ինքս էլ Կոմիտասը ինձ համար ես համարում եմ, որ մեծագույն հայերից մեկն է։ Բայց միևնույնն է, պիտի նորից ասեմ, որ ըստիս այո, փողոց կա կոնսերվատորիան է իրանով կամերային տունն է, բայց արդյոք իր ժառանգությունը անգամ եկեղեցին պահպանեց այն իմաստով, որ դուք գիտեք շատ լավ Նարեկ Արական երգչախումբը, որ եթե համագործակցել եք Մկրտիչ Մկրտչյանը, եւ կոմիտասյան կատարումները եկեղեցում համարյա չէին լինում։ Տարբեր պատճառներով, սկսած այն, որ բարդ էր նաեւ, որովհետեւ կոմիտասը կարծեք մերժվեց։ Կոմիտասը ի վերջո չխելագարվեց, որովհետեւ տեսավ ցեղասպանությունը, նաեւ դա էլ ասեց, բայց նաեւ որովհետեւ չկարողացավ երևի հասկանալ, թե ինչու է իր ազգը այսպիսի, ինչու ինքը ճիշտ ճանապարհով չի գնում, նկատի ունեմ մեր ազգը։ Դե կատարվում է, ամեն ամիս կոմիտաս կատարվում է, երևի քիչ է, այսինքն կոմիտաս ասելով հասկանում ենք մեր ժողովրդի ստեղծած նաև դա ենք հասկանում, ոչ միայն կոմպոզիտորական դպրոցը, այլ մեր ժողովրդի ստեղծած ժառանգությունը։ Օրինակ մեկ ակունքով համերգին երգում ենք հիմա այդպիսի վերնագրով երգեր, չհնչած կոմիտասը, չլսված կոմիտասը, առաջի անգամ կատարում ենք այն երգերից կոմիտասի գրառած, որ երբեք չի հնչել, չի կատարվել, եւ մոտ 1300-ից 1500 երգեր կան պահպանված, որից կատարել մոտ 250, 1000-ից ավելի երգեր երբեք չի կատարվել, եւ հիմա աշճանաբար կատարվում է։ Բայց գանք այդ հարցին, կոմիտասը երաժշտության միջոցով ուզում էր փոխել մեր ժողովրդին։ Ինքը կարծում էր, եւ ոչ միայն ինքը, Նժդեհը, հետո Խաչատուր Աբովյանն էլ, որ այս ժողովուրդը իր արմատներից հեռացել է եւ ինքը փառահեղ ժողովուրդ է եղել, հին ժողովուրդ է, որ կրում է շատ հին մեծ ժառանգություն եւ քաղաքակրթության առումով համաշխարհային մեծ գանձարան ոգեղեն եւ շատերը անտեղյակ են դրանից եւ պետքա վերադարձնել ժողովրդին դա, որ ինքը
նմանվի ինքն իրեն։ Ճիշտ է, մարդկա կասի չեմ ուզում, ես ինձ նմանվեմ, ուզում եմ իմ համար ապրեմ։ Ես մի անգամ ծնվել եմ, հանգիստ ապրեմ, բայց հայերը այդպես չեն։ Ես ասել եմ, հայերը միշտ հետաքրքրվում են իրանց ինքնությամբ, շատ նախաձեռնություն, անպայման ուզում են իմանան, ով են իրենք, թեկուզ պապերը, որտեղից են գալի, ինչ են ունեցել, եւ ահա Կոմիտաս տեսեք ինչ է գրում, ասում է ամբողջ մտատանջությունս է հասցնել աշակերտներ, որոնք դպրոցներուն մեջտեղ գրավեն, նվիրվեն ազգային երաժշտության ուսումնասիրության, տարածեն ժողովրդի մեջ հայ երաժշտության ոգին, որպեսզի ժողովրդի մեջ ազգային երաժշտության խոսքը մարմնանա եւ անոր ազդեցության տակ, այդ երաժշտության ազդեցության տակ, ժողովուրդը թոթափելով իր թույլ պատյանը մտնի վերակենդանացման շավիղի մեջ։ Այսինքն գտնում էր, որ երաժշտությունը ամենահարմար միջոցն է, որ ժողովրդին փոխելու, որովհետև ասում է ճառը ժամանակ է պետք, որ հասարակությունը մարսի ճառը, երբ որ ժողովրդին քարոզել։ Քարոզը, այո։ Իսկ երաժշտությունը անմիջապես մտնում է ներս եւ վառարան է հիմնում ներսում։ Այդ իր խոսքերն են։ Վառարան։ Այո, վառարան։ Այո, վառարան ներսում, որ արտնասնի եւ ասում էր, որ երաժշտությունը ցեղի հայելին է եւ ամենամեծ ազգը այնքան է մեծ, որքան մեծ է իր երաժշտությունը։ Տեսեք ինչ է գրում այդ առիթով։ Մինչդեռ հայ երաժշտությունը ոչ միայն մեղք ու տխուր չէ, այլ համակուժ է եւ կենթանություն, ու իր մեջ կսնուցանե փիլիսոփայությունն իսկ, ոգին իսկ իր ցեղին, որովհետեւ երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին, ամենեն հարազատն ու կենթանին անոր բոլոր արտահայտությանց մեջ։ Կենթանի, որքան կենթանի է այդ ցեղը, ուժեղ, որքան ուժեղ է նրան սնունդ տվող ժողովուրդը։ Եվ նույնը Նժդեհն էր խոսում այդ ցեղի մասին, որ ասում էր այս ժողովրդին պետքա ցեղենք, չէ՞։ Այսինքն վերադարձնենք իր ինքնությանը։ Եվ որ անցած խոս չլինի, ես ձեզ համար կերքեմ հենց Կոմիտասի այդ ինքնությունը բնորոշող երգերից մեկը։ Լոռու գութաներգը, որի մասին Կոմիտասը աշխատություն ունի գրած, մանրամասն վերլուծություն եւ բնության երգ է համարում, ինքը գտնում է, որ այնտեղ բնության օրենք կա, բնության ձայնն է այնտեղ հնչում, որովհետեւ այդ երգի մեջ 5 թիվը, 5 հատ ելևեջ է, ամեն ելևեջը 5 նոտայից է բաղկացած, տաղաչափությունը 5 է, ռիթմը 5 է, տա 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 տա, ասում է այդ 5-ը չի կարա լինի պատահականություն, սա բնության երգ է եւ այդ որ ճակերտավոր ասենք, որ բնությունը երգ ունի կամ հողը երգ ունի, բացի մարդուց, ոչ թե երաժշտագետները գլխի ընկան այդ միտքը, այլ Մարտիրոս Սարյանը։ Մարտիրոս Սարյանը գրեց, ասում է, երբ լսեցի Կոմիտասին, Լոռու գութաներգը, որ լսելա, ես հասկացա, որ իր արածը քիչ կլիներ, ինչ որ ասում եք։ Իր ամենամեծ գործը նա է, որ ինքը ապացուցեց, որ սարերը երգ ունեն, որ հողը երգ ունի։ Այո, հողը երգում է։ Օրհինալ է Աստված, հիշալ է Աստված, Պրերեգոմեշ, տարագոմեշ, արագոմեշ, լուսա լուսացա բարի շատացավ Պրերեգոմեշ, տարագոմեշ, արագոմեշ, Պրերեջան Պրոգիջան, Շիմալ ջան, հորոլայ, Լաչին ջան, հորոլայ, հորոլո, հոյ դուսելա հոա, հոյ դուսելա հոա, հոյ դուսելա հոա,
Hoi ravela hoa, hoi ravela hoa, hoi ravela hoa. Du sei lav, Բրավո։ Ֆանտաստիկ է, Կոմիտասը եւ ձեր կատարումները, շատ շնորհակալ եմ այս կատարման համար, պարոն Շահնազարյան։ Ես լորեցի եմ։ Դուք լորեցի եք, իմ պապերն էլ են։ Գիտեք, ինքը շատ դժվար էր այս երգերը նոտագրել, որովհետև ամեն մարդ չէր կարող նոտագրել, որովհետև ժողովուրդը չի երգում հենց այնպես ինչպես ես հաթաթ նոտաները երգեցի։ Ինքը աշխատելիս է երգում, չէ՞։ Հիմա լորի եզներին քշելի ժողովուրդը ասում է այոա։ Ահա այդ բացականչությունը, որ ասում այոա։ Եզինա։ Հաթաթ նոտաներով լսելա որ յոա, հա։ Հետո յոա Եվ 5 հատ տենց ելևեջ կա, ամեն մեկը 5 ձայնից բաղկացած։ Կոմիտասը մաքուր է, Կոմիտասը զուլալ է, Կոմիտասը հայկական է։ Մեր ժողովուրդն։ Բայց մենք հեռացել ենք, էլի։ Պարոն Շահնազարյան, բայց ես մի բան եմ ուզում հարցնել, ձեզ շատ կարևոր, որովհետև ես միշտ ուզեցել եմ դա իմանալ եւ ինձ միշտ ասել են պարոն Շահնազարյան այդ հարցին կպատասխանի։ Մեր խազերի բանալին կորցրած է թե ոչ։ Այդպիսի բան բանալի, որ ասում են, դա առանձին հարց է, մի օր խոսանք, չկա, որ հատուկ մի բանալի է, դրանով պիտի կարդան, դրանք բանալիներ են, ասենք այդպես։ Կան պարզ խազեր, կան միջին բարդության խազեր, կան բարդ խազեր, շարականների մեծ մասը միջին բարդության խազերով է գրված։ Եվ Կոմիտասը գրեց, որ գտել եմ պարզ խազերի բանալին եւ կարդում եմ պարզ դարձվածքներ։ Այո, նա գտել էր, համարվում էր կորած, ես դա արխիվից հանեցի, ապացուցեցի, որ այդ նյութերը կան եւ հրատարակեցի 2001 թվին 366 Կոմիտասի այդ նյութերը առաջի անգամ հրատարակեցի։ Հետո երբ ես կոնսերվատորիան ավարտեցի 86 թվականին, դրանից մի 2 տարի հետո արդեն 5 հատորը գրել էի խազաբանության, 90 թվին առաջի հատորը լույս տեսավ առոգանությունը 820H։ Հետո տպվեց 5 հատորը հրատարակված է, շատ շքեղ հրատարակությամբ, առաջի հատորը ուրեմն առոգանություն, դա ասերգն է, որ եկեղեցում կարդալով ասերգը։ Երկրորդ հատորը լադերն են, ձայնեղանակներ, երրորդ հատորը տաղաչափություն, ռիթմերը, չորրորդ հատորը խազեր, 5-րդ հատորը վերծանություն։ Ես վերծանեցի մինչև միջին բարդության խազերը, որոշ ձայնեղանակներով եւ հարյուրավոր երգեր արդեն երգվում է, համերգել է եղել, լազերային սկավառակել է եղել, մի մաս անգլերեն է թարգմանվել, Ամերիկայի դրազարք հրատարակությունը հրատարակեց, Վաչե Պարսումյանը համերգ կազմակերպեց Ամերիկայում, հնչեց այդ երգերը եւ այլն։ Դա շատ բարդ թեմա է, այդ թեման թողնենք։ Պաշտոնա, իսկ խազերը գալիս են Մեսրոպ Մաշտոցից։ Չէ, խազերը 8-րդ դարից են գալիս։ Խազերը առաջացավ, երբ որ բանավոր էին երգում, երբ կարող էր մոռացվել, փոխվել, արդեն գրելու կարիք է լինում, որ չմոռացվի, եւ աստիճանաբար սկսեցին գրանցել։ Ամենապարզ խազերը կարելի ասել երաժշտական նշանները, մինչև այսօր դուք գործածում եք։ Դա բութը, շեշտը, միջակետը, վերջակետը, բութը ձայնը իջեցնում էր, շեշտը ձայնը բարձրացնում էր, միջակետը միջին ձայններ, վերջակետի անունը վերնակետ էր, վերևի կետ, բարձրացնում էր ձայնը, վերևում վերջացնում, որպեսզի ցույց տան, որ վերևի կետն է, հետագայում մի կետով էին նշում, մի կետով դնում էին տողի սկզբում միջակետներ, մի կետով տողից ներքև ստորակետներ, մի կետը տողից վերև վերջակետներ։ Հետո որ մի տողի վրա ցույց տան, միջակետը մնաց միջակետ, ստորակետ տակ գիծ դրին տակից, որ դա ցածի կետն է։ Իսկ վերջակետի վրա մի հատ էլ կետ վերևը դրեցին, չէ՞, որ ցույց տան սա էլ վերևի կետն է։ Եվ մենք ունենք շեշտի մոտ 15-ից ավելի տեսակներ։ Այսօր այդ մի շեշտն է մնացել։ Նայած ինչն է շեշտում, ինչ միտք։ Եվ հարցական, որ կոչում եք, ոլորակ նշանը, ձայնը բարձրացնում եւ միաժամանակ իջեցնում էր, դրա համար է այդպես։ Հարցն էլ է այդ։
Հարցականի վրա դնում են, որտեղ հարցականի ժամանակ ձայնը բարձանում իշտում, ասում ուր ես գնում։ Դա հարցական են դնում։ Բայց այն ժամանակ այդ նշանը դնում են եւ փաղաքշականի վրա, եւ գուրգուրանք արտահայտող բառի վրա, նայած, եւ դրանց շատ տեսակներ կային։ Մի խոսքով դա ուրիշ խոսակցություն է։ Պաշտոնազան, ես նայեցի ձեր որոշ դասախոսություններ, միգուցե սխալվում եմ, չգիտեմ ակունքի համերգներին ինչ լսարան է հավաքվում, բայց հիմնականում այնտեղ բարձր տարիքի մարդիկ էին։ Այո։ Հիմա ինչպես անենք, եւ արդյոք դա պետք է, այսինքն ըստիս պետք է, ինչպես անենք, որ ձեր այս խոսքը, այս նաեւ տեղեկությունները, որոնք դուք գրում եք այդ ինֆորմացիան, այդ հոգեվոր եւ դարերից եկած այդ բյուրեղացումը փոխանցենք մեր նոր սերունդներին, որպեսզի իրենց էլ հետաքրքրի, որովհետեւ ես վստահ չեմ, որ նոր սերունդը շատ լավ գիտի Կոմիտասին, շատ լավ գիտի Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթևին, շատ լավ ճանաչում է մեր մյուս մեծերին, որոնք այդ ինքնության ԴՆԹ-ի մի մասն են։ Ինչպես անենք, որ բերենք նոր սերունդին էլ հասցնենք սա։ Տեսեք, մենք հիմա մանկապարտեզ դպրոց առաջին հերթին։ Ես հրատարակեցի երկարան մանկապարտեզների եւ դպրոցների համար, կոչվում է Կաքավիկ, 104 մանկական 104 ժողովրդական երգ։ Մանկապարտեզից հերթով միջև բարձր դասարան, լավ։ Այդ երգերով անցնում են օրինակ շատ դպրոցներում, գյուղերում։ Ես էլ եմ գնացել գյուղերը ստուգել։ Մխիթար Սեբաստացի կրթօջախում բոլորը այդ երգերով են անցնում, այնտեղ բոլորը հիմա 5 դպրոցում Կոմիտաս են երգում, մանկապարտեզ, նաև միայն Կոմիտաս չէ, մեր ժողովրդական, մանկական եւ մանկապատանեկան երգերը եւ պարերն են անցնում։ Եվ ամեն տարի հունիսի 1-ին կամ մինչև 3-ը 2000 երեխա այդ դպրոցներից հավաքվում է, ես ղեկավարում եմ, երգում են նոր 10 երգ բոլոր, այդ 2000 երեխան։ Դա անում ենք։ Մանկապարտեզներում էլ սովորում են երգը պարը, այդպես։ Եվ պետքա սա տարածել ուղղակի, տարածվում է շատ դպրոցներում, դա կիրառվում է այդ բանը։ Մեր ակունքի երեխաներից էլ դասավանդ, օրինակ Թովմասյան Աննան դպրոցում դասավանդում է երաժշտություն եւ նաեւ երեխաների խումբ ունի եւ նրանց հետ այդ երգերը պարապեն եւ այդպեսի շատ մենք ուսուցիչներ ունենք։ Շատ հեռուստացույցը թողենք։ Նոր սերունդը TikTok-ներում, Facebook-ներում խոսակցություն է։ Մյուս բանը դա էպոսն է, որ պետք է էպոսը տարածել մարդկանց մեջ գանք էպոսին, որովհետև դա շատ կարևոր եւ առանցքային տեղ ունի ինքնության մեջ, այո, մեր էպոսը։ Թող ներեն ինձ հոգեվորականները, համարյա աստվածաշչան արժեք ունի մեր էպոսը, մեզ համար, դա մեր ազգի հենց այդ հիմքն է եւ դա ասում էր եւ Թումանյանը, եւ Կոմիտասը, եւ Կոստանզարյանը էպոսի վրա են շեշտը դնում։ Հիմա մենք էպոսը սովորում ենք ակունքով, որ բեմադրենք եւ այդ բեմադրությունը տարածվի, որովհետեւ կարդալը կարող է այդպես չտարածվի, որ կարդան, ասես, բայց երբ որ լինի տեսանելի, ինչպես խաղացել են էպոսը, հա, նկարահանվի, դա էլ ամենտեղ ցուցադրվի, տարածվի։ Այսինքն երաժշտություն ունի Սասունցի Դավիթ։ Երաժշտությունը ես եմ արել, ամբողջ այդ երգերով եւ ամեն ինչով, դա տարիներ առաջ Աղաջանյան ընտանիքը դար հիմնադրամը հովանավորեց այդ գործը, որ ամբողջությամբ արվի։ Դար հիմնադրամի նախագահն է Սվետլանա Հակոբյանը եւ իր տղաները Աղաջանյան Արսենը, Աղաջանյան Կարենը եւ Աղաջանյան Հրաչյան։ Նրանք ասեցին, որ ինչ պետք է կանեն, ես էպոսը պատրաստ եմ այդ ամբողջ։ Նախ գործիքները սարքել տվին, մեր հին միջնադարյան գործիքները։ Միջնադարյան մեր նկարներում մենք ունենք գործիքներ, որ այսօր չի օգտագործվում, նվագարաններ, այնտեղ նկարած է պղնձյա փողեր, այդպես սուր երկար, օլորված, այդպես, հա։ Մենք 8 հատ պղնձյա այդպիսի փողեր սարքեցինք։ Մենք մաքուր հայկական նվագարաններ են, հա։ Նկարների հիման վրա եւ դրանցով նվագեցին։ Մանրանկարչությունից։ Այո, մանրանկարչությունից։
Դվինի ջութակը, որ պեղումներից կա նկարած, դա 10-րդ մենք աշխարհում 9-րդ, 10-րդ դարերում արդեն ջութակի պատկեր ունենք, Եվրոպան այդպիսի հին պատկեր չունի։ Հենց այդպես բռնած ջութակը։ Բամբ Քեմանի, Մարտին Երիցյանը սարքեց վարպետ, եւ այդ գործիքներով մենք ձայնագրեցինք էպոսը այն ժամանակ, մի 8 տարի առաջ էր, եւ 2.5 ժամ 100 համար մոտավորապես այդ ամբողջը ձայնագրվեց։ Իսկ հիմա այդ ամբողջը սովորեցրել ենք ակունքին սովորեցնում եմ եւ նվագում են նվագարանները, որպեսզի կատարենք եւ նախարարությունը օգնում է։ Ինձ ասում են պարոն Շանազարյան, միայն ասեք ինչ է պետք, էպոսը այդպես մեր հին այդ ճիշտ այդ ոնց որ արել եք դուք դա ներկայացնելու համար, եթե հաստիկներապետ տալիս են, նվագողները գալիս են, եթե հիմա ռեժիսորի հետ են բանակցում եւ այլն, որ այսինքն օգնում են նախարարությունը, Դանիել Դանիելյանը, ժողովրդական նաեւ երաժշտության եւ բարի կենտրոնը, որ ես այդ էպոսը իրականացնենք, նկարահանենք եւ մատուցենք ժողովրդին։ Նաեւ այսօր եկավ հանձնարարություն նորից նախարարությունից, որ մի ծես նկարենք մեր հին եւ տարածենք գյուղերում ժողովրդի մեջ եւ որոշենք Հարսանյաց ծեսը, մեր հին Հարսանյաց ծեսը բեմադրենք իր երգերով, նկարահանեն եւ տարածեն, որպեսզի մեր հարսանիքները այսօրվա օրինակ վերցնեն եւ փոխվեն, հնարավորի չափ փոխվեն մեր ազգային հարսանիքները։ Եկեղեցական ծեսի հետ ինքը առնչություն ունի, թե դա առանձին եկեղեցուց դուրս է։ Չէ, հարսանիքի ծեսը առանձին ծես է ժողովրդի, որ արել է 7 օր։ Մենք իհարկե չենք առաջարկում 7 օր անելնի նման, բայց այդ մի օրը ազգային անեն 7 օր են արել։ Մեր հարսանիքի ծեսը մենք ունենք Կոմիտասից պահպանված է 114 հարսանիքի երգ, 114։ Ես դա հրատարակեցի։ Նարեկացի կենտրոնը հրատարակեց Նարեկ Հարթունյանը, Կոմիտաս եւ Հարսանյաց ծեսը, բայց ես ունեմ գիրք հայոց Հարսանյաց ծեսը, որտեղ նկարագրված է արևմտյան եւ արևելյան Հայաստանի բոլոր շրջանների այդ 7 օրվա հարսանիքը, ինչպես են արել, եւ 400 երաժշտական նմուշ։ Այդ երաժշտական նմուշները հարսանիքի վերաբերում են բոլոր օրերին, հարսի շորերը հագցնելուն, տնից հանելուն, աղջիկն ուզելուն, թակվորին լողացնելուն, թակվորի ձիուն գովելուն, փեսայի գովքը, ծառի գովքը, թակվորի մերը, այնտեղ իրանց երգերը թակվորի մորը թակվորին կանչելը, այո, եւ հարսանիքի երգերը եւ վերջի օրվա երգը, երբ բարձանում են կտուր արևին դիմավորելու եւ շնորհակալություն ասելու արևին վահե վահե են կանչում։ Եվ երգում են այդ գեղեցիկ Առավոտուն դեմ կայներես, կանաչ կարմիր կապերես, ալնարնջին հագերես, Աստված քե պահի պարզիրես, մեր թագվորին բարով այելես, վահե, 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 վահե։ Վահեն արևն է, չէ։ Վահեն է, դա ասում կանչում Կարո Չալիկյանն է գրավել։ Այս հրաշալի երգը։ Կարմիր կանաչը նարոտն է։ Այո, կանաչ կարմիր կապել է։ Եվ այդպես այդ հիմա կնկարենք այդ հարսանիքը եւ ոնց որ ասում են Աստված հաջողի։ Չէ։ Եվ կտարածենք, կփորձենք մեր ժողովրդի մեջ ներարկել, որ հարսանիք ազգային ծեսով անեն, որ հիմա շատերը ուզում են, ինչ որ բաներ անում են, ինչ որ քսել է տարածել, տեսնում եք, շորը տարած են արդեն։ Այսինքն մենք կարող ենք գալ մի պահի, որ նույն հարսանիքների ժամանակ հարսնոփեսան ազգային տարազով կլինեն, ոչ թե ենթադրեն փոխկապով եւ տարազով եմ տեսել, հիմա անում են, տարազով են անում։ Դրանք վրացիների մոտ ես շատ եմ տեսել, բայց մեծ մոտ շատ քիչ եմ տեսել։ Դե կտարածենք, պիտի անենք, էլի ով պիտի անի, մենք պիտի անենք։ Պարոն Շանազարյան, դուք նաև ձեր դասախոսություններից մեկում անդրադառնում եք մի խոսքի, որ դասականներից մեկը ասում է, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։
Ես եմ ասել։ Դուք հիշատակում եք, հա։ հղում եք անում։ Ես հիմա չեմ ուզում քաղաքականացնել։ Հա։ Արդյոք իսկապես կարծում եք, որ հիմա 21-րդ դարում մի կողմ թողնենք թե այն ժամանակ ինչի են ասել, միգուցե այդպես չի ասվել, ես չեմ հիշում ինքը իսկապես դա ասել է թե չէ, այդպես, բայց տարածված էր որ ասվել է։ Բայց ամենայն դեպս մարդիկ շատ են համարում, որ այսօր ժամանակն է, գիտեք, ավելի կոսմոպոլիտ լինելու, ավելի, գիտեք, աշխարհը փոխվել, այո, աշխարհը փոխվել է, բայց արդյոք աշխարհը նույն ազգայինի վրա չի մնացել, իր գույներով, իր երաժշտությամբ, ինչպես մենք պահպանենք մեր դա հեշտ պատասխան ունի, ավելորդ խոսակցություն է այդ որ տանում են եւ անօգուտ։ Դա նույնն է, որ ասես ինչ է լեզու պահում ամեն ազգ իր լեզուն։ Թող խոսեն մի լեզվով։ Նույն բանն է։ Լեզուն էլ ազգային ինքնության, գաղափարախոսության մի մասն է, լեզուն պահպանելը։ Հիմա մեր լեզուն մեր հայերենն է։ Մեր այն բարձր լեզուն գրափարն է, ոսկեղենիկ, որ տա Աստված մի օր վերադառնանք այդ գրափարին։ Ինքը Աբովյանը, որ աշխարհաբարը գրեց եւ ասեց, բերեց մարդիկ լավ չեն հասկացել, որ նա ասեց միշտ մնան այդ բանի վրա։ Նա ասում է եռնեք այն ժամանակ, որ մեր ժողովուրդը կհասկանա եւ նաեւ կսովորի կանցնի գրափարին, այդ հրաշք աստվածային լեզվին, հա, բայց քանի չգիտի, պետք է այդ լեզվով խոսենք իր հետ, որ հաղորդակցվենք։ Նույն բանն է այդ լեզուն, որ մեր լեզուն պետք է պահենք եւ այսօր աշխարհում ամեն ազգ իր լեզուն ուզում է պահի, բոլոր ազգերն էլ այնպես որ դա օդի մեջ խոսակցություն է։ Բայց քարոզ է գնում, էլի, նման քարոզ կա։ Ով է հաշվել, դա ոչ մի բան չի տալու, թող խոսա, օդի մեջ ժողովուրդը խոսք ունի, փուչիկ, պես կգնա կպայթի։ Մյուս բանը, որ պարն է, որ հիմա ես խոսում եմ, մեր կարևոր այդ ինքնությունը, որ պարն էլ դա եւ մարզում է մարմինը եւ ազգային ոգին եւ այսօր տեսնում եք երիտասարդները որքան են ապարում մեր շուրջպարը։ Այսօր մեր շուրջպարը մեր գանձն է, ես արդեն շատ հաղորդումներում ասել եմ, որ ունենք 500 շուրջպար, այդ շուրջպարերը ամբողջ հավաքածուն այսօր գտնվում է Կարեն Գևորգյանի մոտ, մեր պարվեստի մեծ երախտավորի եւ գյուղերից նկարահանած նաեւ հարյուրավոր այդ նկարահանումները ոնց են ապարում ժողովուրդը, այդ արխիվը իր մոտ է գտնվում եւ այդ ամբողջը այսօր մշակվում է։ Դա գիշեր-ցերեկ, օրինակ Կարենը Գևորգյան օրը 24 ժամ այդ գործի վրա։ Հիմա ինքը նստած է անում ինչ որտեղ, հենց հիմա։ Հիմա այս տարի կհրատարակենք կամ մյուս տարվա սկզբին Քոչարի տասնյակ տարբերակներ, Քոչարի բարի տասնյակ, Սղերդի Քոչարի, Ալաշկերտի Քոչարի, Մուսալերի Քոչարի, Աղքտի Քոչարի, Երևանի Քոչարի, Համշենի Քոչարի, Սասնա Քոչարի, Սյունաց Քոչարի, այդ բոլորը կան։ Արցախում չկա։ Այո, այդ որը Արցախում կար։ Սղերդի Քոչարի կա, Արցախի, չէ, ոնց որ Արցախի չկա։ Արցախում շատը մենապարերն է պահպանված, որ ուրիշ տեղեր չի պահպանված, մենապարերը։ Եվ ես մեղեդիներն եմ անում այդ ժողովրդական Քոչարի, ստուգում եմ, գրանցում եմ, կամ եթե ձայնագրությունը նոտագրում եմ, արդեն պատրաստ է այդ գործը։ Եվ Կարենը Գևորգյան ստեղծել է բարի գրանցման նկարներով մի համակարգ, որով փորձ արված պարողը այդ ձևով ճիշտ պարում է այդ պարը։ Դրանք բոլորը տպվելու են։ Հաջորդ տարի կհրատարակվի Վասպուրականի 101 պարը, Վասպուրականի, միայն Վասպուրականի 101 պար, նորից ես եղանակներն եմ անում, մեղեդիները, ինքը պարը, եւ եթե հաջորդ տարի հաջողի, մենք ուզում ենք հրատարակենք, ինչ որ արեց Կոմիտասը, երաժշտության մեջ ինչ արեց, վերջում ընտրեց 100 երգ Կոմիտասը, 2 հիսնյակ եւ ասեց սա մեր երգի ադամանդն է, որ աշխարհին ներկայացնի։ Ոսկե ազգային երգերն են թե հոգեվոր։ Ժողովրդական։ Հա, 100 երգ, ասեց սա ադամանդն է, 100 ժողովրդական երգ։ Անունը դրեց 1000 մի խաղ, բայց 100 երգ է։ Մենք հիմա ուզում ենք դրա պարը անենք, 100 պար։ Մեր հին ամենալավ 100 պարը եւ աշխարհում ոչ մի ժողովուրդ այդպես 100 երգ չունի առանձնացրած, ընտրած, որ այսա մեր ընտրանին դրա համար այդ նորից կրկնեմ, այդ 100 երգի կողքին ոչ մի բան չի կարող աշխարհում կանգնի, ինձ ասում են ոնց կարելի է այդպես բան ասել, ես շատ པարզ պատասխան եմ տալիս, ասում եմ բերեք, ու չեմ բերում։ Ցույց տան այս։ Տեղը ցույց տվեք, հա, որտեղ է։
Ես գնացել եմ որտեղ դուրս եղել եմ, ուզել եմ։ Չկա, դրանց կողքին չի կարա դնեք այդպիսի բառ։ Կբերեն, բայց ոչ մեկը չի կանգնի այդ արժեքների Պարոն կողքին։ Շանազյան, մենք առանձին քաղաքակրթություն ենք այդպես։ Մենք առանձին Հայերս։ կարծում եմ, հա։ Լավ, այսինքն մենք հաճախ ասում ենք մշակութային ազգ ենք, դուք եք խոսում եք մշակութային, ֆիզիկական, հոգևոր սահմանների հայրենիքի մասին նաև։ Մենք քաղաքակրթության ինչ դերակատարություն ունենք դրա մեջ։ Տեսեք ինչ մեծ քաղաքակրթություններ են եղել, որ ցավոք չկան։ Ասենք շումերական քաղաքակրթությունը, շումերները, Գիլգամեշ էպոսը, ջրեղեղի պատմությունը չէ, այնտեղ արդեն հայտնաբերվեց։ Նույնիսկ աղբյուրը չեմ հիշում, բայց միտեղ կարդացի գիտնականներից, որ նրանց թագավորներից մեկը բողոքում է, որ նախընտրում է նախաջրեղեղյան գրականությունը։ Քանի բաներ կան։ Աքադական մշակույթը, աքադները չկան այդ քաղաքակրթությունը, հեթիթները, հեթիթական մշակույթը, Եգիպտոսը, որ ուներ այդպես հզոր մշակույթ, եգիպտական այդ հզոր մշակույթը ինչպես վերացավ եւ հիմա ես այն խոսողներից չեմ, որ ասում են մենք կանք, նրանք չկան, մենք կանք, բայց փաստա որ կանք, հիմա որ կանք ոչ չասենք կանք, մենք այն հնուց եկել ենք եւ պահպանել ենք երաժշտության լեզվով մեր այդ հնագույն, ամենահնագույն քաղաքակրթությունը։ Մենք կանք, բայց զգում եք, որ մեր քաղաքակրթության, մեր ինքնության դեմ պայքար է գնում շատ ուժեղ։ Թե դա էլ է միֆ։ Ես չգիտեմ, մեր ինքնության դեմ պայքար, այսինքն որ հատուկ պայքարում են, ես այդպես բան չեմ տեսել, որ հատուկ պայքար են։ Այդ կարծիքին չեմ։ Ես կարծում եմ, որ ամենաշատը մենք ենք մեզ վնաս տվել։ Կոմիտասը հոգեբուժարանում Փարիզի 31 թվին հարցազրույց է տալիս։ Իրեն ասում են, որ դուք չկաք եւ մեր մշակույթը, երաժշտությունը վտանգված է, ոնց որ մեր ինքնությունը։ Եվ աշխարհին չունենք մարդիկ, որ ցույց տան աշխարհին։ Ասում են, ի՞նչ գործ ունեք աշխարհի հետ։ Դուք ձեր տանը մեջ երգեք, աշխարհը աչք ունի կտեսնի, ականջունի կլսի։ Ձեր տանը մեջ։ Այդպես բան է ասել։ Այո, 31 թվին։ Եվ ասում եմ, մի մտածեք, որ ազգը կկործանվի։ Ձեզ թվա կործանվում է, միշտ իմ նման մարդիկ կգան եւ կշտկեն այդ դրությունը 31 թվին։ Եվ ավելի շատ մեր համար կարևոր է, թե մեր գյուղերում, մեր ժողովուրդը, մեր գյուղերում, մեր քաղաքներում ինչ է լսում, ինչա ինչքանով է շփվում իր մշակույթին։ Դե ցավալի է, պետք է պայքարենք։ Հիմա դա ներսից է համաձայն եմ, այսինքն մեր խնդիրը ներսում է եւ հենց սա է բան, որ ես էլի Հիմա տես, ես գնացել էի մի 2 տարի առաջ ակունքով Տաուշի շրջանում էի, գյուղերում, այնտեղ մի գյուղում եւ մի քանի գյուղում մենք տեսանք, որ այդ երեխաները դպրոցում երգում եւ պարում էին ազգային պարեր։ Շատ բաներից տեղյակ չենք։ Երեխաներն են մեր հույսը, այդ փոքրերը։ Նրանք են այս երկրի տերը։ Մենք պիտի մեր շեշտը դնենք այդ մեր երեխաների վրա։ Իրանք են այս հայրենիքի տերը, իրանք են թագավորը ու թագուհին այս հայրենիքի։ Այո։ Եվ մաքուր են իրանք դեռ։ Ես դրա համար ասեցի, ինչպես բերել նոր սերնդի։ Այդ մեծին, որ դա լսում է, դժվար փոխես։ Ինքը մի անգամ ինձ գրեցին էլ, որ իզուր մի չարչարվեք, դուք մեզ չեք կարող փոխել։ Իսկ ինչպես պահենք իրենց մենք Հայաստան։ Ես Facebook չեմ մտնում ու ձևը չգիտեմ, որ երջանիկ մարդ եք։ Չգիտեմ ոնց փագեմ։ Երեխեքն էլ եկան, մարդիկ չկարացան փագեին, երևի մասնագետ კი բերեմ, որ չի փագվում այդ Facebook-ը, ձև կա, չգիտեմ, բայց մի անգամ մտա ու տեսա, որ ինձ գրել են քանի հոգի, որ ես շատ փոքր եմ, որ իրանց, որ այդ ասում եմ մի երգեք, այդ ռաբիսը, այդ բաները մի լսեք, ես շատ փոքր եմ, որ կարողանամ փոխեմ իրանց։ Դու Այսինքն ենք շարունակել են ռաբիզ լսել, հա։ Հա, ասում եմ դուք շատ փոքր եք, որ դուք շատ մեզ կարողանաք փոխեք։ Մի անգամ նոր տարի օրը քաղաքապետարանը բերեց մի երգիչի, որը գնչուական անսամբլի
ուրեմն երկիչ է, իրանց համար լավ երկիչ է, ով է բան ասում։ Եվ ես գրեցի, որ մենք չունենք մեր նոր տարի, մեր երկերը, մեր ժողովրդական, որ իրան եք բերել եւ կարծեմ 60,000 եվրո էին վճարել, որ գա երկի 2 ժամ, էլի, հրապարակում։ Մարդիկ հիմա որ լսեն կհիշեն, անուն պետք չի տամ, եւ ես այդ որ գրեցի, հարցակվեցին իմ վրա, որ այդ դուք շատ փոքր եք, որ մեզ դաստակ, մեզ սովորացնեք, մենք ինչ պիտի լսենք։ Դուք կարծեմ նաեւ ընդդոսել եք, երբ հարցը բարդ է։ Snoop Dogg-ին պիտի բերեն մի քանի միլիոնով, Snoop Dogg-ին Միացյալ Նահանգներից դա խայտարակ։ այդ թմրամոլ նավա այդ рэպերին։ Իհարկե իր արվեստը սիրողներ կան, սա է ամբողջ հարցը, որ աշխարհը բավականին փոխվել է։ Հիմա չեն կարող մենք ասել, որ սա լավ է, սա վատ է, ամեն մեկ իր ընտրություն ունի, ամեն մեկ իր լսարան ունի։ Դե գիտեք ինչ, մշակույթի մեջ կան բաներ այլասերող, որոնք մարմինը այլասերող, ասենք թմրանյութի նման են։ Այդ դեպքում թմրանյութը ինչի է արգելված։ Հիմա շատ տեղում արգելված չի։ Սպիտակ փոշին բան արգելված։ Սպիտակը դեռ չէ, բայց ինչի են արգել, թող չարգելեն, թող ընտրություն լինի։ Դե շատ տեղեր հիմա չեն արգելել։ Ինչի են արգելել, չէ, մեծ մասը աշխարհում արգելված է։ Հիմա Հատուկ են տեղեր կա, որ ինչ որ որոշ քանակով թույլ է տալի, ոչ արգելված է։ Դա էլ դրա նման մի բան է։ Ինչի են թույլ տալի։ Դա էլ է այլասերում, մարդուն փչացնում, երեխան չի զգում։ Հասարակ բան, միայն ֆիզիոլոգիական վերցնենք։ Ուրեմն մեր ժողովուրդը տեղյակ չի, որ այդ դմփոցները երաժշտության մեջ, որ հարսանիքներին միացնում է, էլեկտրական ձայնը, այդ կիսա էստրադային երգեր կոչվածը, ռեփում կամ այդ ռաբիսում, հիմա տակը միշտ դմփոց կա, դմ։ Նա չգիտի, որ այդ էլեկտրոնային ձայնը ոնց է քանդում բջիջները եւ առողջությանը վնասում, հենց ֆիզիոլոգիապես։ Եթե դուք հարսանիքի ժամանակ այդ բարձր միացրած ձայնի ժամանակ երեխային, որ երեխաներին բերել են հարսանիքի, պայեք ուղեղը ռենտգենի տակ ու նայեք, կտեսնեք, որ շարժվում է գլխի մեջ ուղեղը։ Այդ հարցը։ Անպայման, սեղանի շիշը շարժվում է։ Ջերմուկի այդ պլաստիկ շիշը ուզում ես բռնես, դզում է, եթե զգացել եք։ Բա երեխայի ուղեղը ջուր է։ Մասնակցում ճիշտ ասած։ Այսինքն դրա առողջության հենց վնասը կա, հենց այդ առողջական վնասը։ Երկրորդ երաժշտությունը լեզվի պես մի բան է, 1000 լեզու սովորի, 1000 լեզու լսի, բայց քո լեզուն ղային պայի, ոնց որ Խաչատուր Աբովյանն էր ասում, չէ՞։ Հա։ Հենց որ այդպես չի, որ ասում են ամեն մարդ իր ճաշակը ունի, ամեն գլուխը պատով է տալի, շատ կներեք։ Մարդկա ինձ ասում է, ամեն մարդ իր ճաշակը ունի, մի հատ ռաբիսի երգիչ, նա Մոցարտը է սիրում, ես էլ իրան եմ սիրում։ Այսինքն հավասարության նշան է դնում, էլի, դա քո դնելով չի։ Նա քանի մարդկություն էս մոլորակը կա կմնա այդ բարձունքի վրա եւ Ավստրիայի ժողովուրդը դրանով է ապրում մի ամբողջ ժողովուրդ Պարոն Շանազյան եւ մի հատ է երկենք որ չասեն այդքան խոսեցին ես կուզեի մի հատ հոգեվոր երկենք ճիշտ ասած չէ հարսանիքի հա որովհետեւ ես ձեր մասին առաջին անգամ լսել եմ հենց հոգեվոր երաժշտության համատեքստում ձեր մասին խոսել է Մկրտիչ Մկրտչյանը, որովհետև ձեր օգնությամբ Նարեկ երգչախումբը կատարում էր կոմիտասյան անտիպ գործեր առաջին անգամ կատարվում են այո Մաշտոցի ապաշխարության շարքը էլի այնտեղ գործեր որոնք Մկրտիչն էր կատարում առաջին անգամ բեմը հասարակությունը տեսնում էր այդ հարստությունը, այդ հզորությունը, այդ ժառանգությունը, որը ըստ էության փակված է եղել եւ բացվեց։ Այո, հրաշալի երգչախումբ էր, շատ ափսոս, որովհետեւ առաջ մեր երգչախմբերը արական են եղել, եկեղեցիական երգեր են արական կազմով միաձայն եւ դա այսօր շատ կարիք կա այդպես ասած։ Հետո կոմիտասը եւ այսինքն Եկմալյանը իրենց առաջ քարաձայն դարձրեցին, թեև էլի կանաձայներ էլ կային։ Ինչ կկատարեք մեզ որպես միգուցե։ Ես երգեմ Հարսանյաց երգ, Հայրիկ Մուրադյանի պահպանված, միայն կոմիտաս չերկենք։ Թագավոր ինչ բերիմ քո նման, քո կանաչ արևու նման, են արեգական որ կծաղկեր,
ծաղկերքու արևու նման թագավորինչ բերիմ քո նման քո կանաչ արևու նման բալասան ծաղիկ որ կծաղկեր քո արևու նման իդեպ լոռու գութաներգի երկեցի ասեմ որ այդ ինքնության եւ քաղաքակրթության կարևոր բաներից մեկը դա հացի ավանդույթն է եւ Հայաստանում գտնվեց աշխարհի ամենահին արտերից մեկը, եթե ոչ ամենահին, Շորբուլախում գտնվեց 11000 տարվա ցորենի արտ։ Եվ այն ժամանակ սովետական միությունից գիտնականները եկան, ուսումնասիրեցին, հոդված գրեցին, որ այդպիսի մեծ բան է գտնվել։ Եվ դա պատահական չի, որովհետեւ հայ ժողովուրդը աշխարհում միակ ժողովուրդն է աշխարհում, որ պահպանել է հացի արարման բոլոր փուլերի երգերը։ Կարող է մի ազգ պահել է հաց թխելու երգը, մի ազգ ունի գութանը վարելու երգ, մի ազգ ունի եւ ցանելու եւ վարելու երգ, բայց այդ բոլորը միասին ոչ միտեղ չեք գտնի։ Մենք պահպանել ենք նախավարի երգը, որ գնում են հողը վարելու, գութանը վարելու երգը, հողը վարելու, ցորենը ցանելու երգը, հետո որ ցորենը աճում է քախանելու երգը, հետո որ երաշչանի անձրևաբեր երգերը, մոռացա ասեմ, գութանն էլ վարելուց գութանավորին հաց տանելու երգը, տենց երգ էլ կա, որ հացը տանում է, անձրևաբեր երգերը, երաշտի դեմ, հետո ցորենը հնձելու երգը, հետո այդ ցորենը սայլով կրելու երգը, սայլերքը, հետո տանում են կալատեղ կալ անելու երգը, կալը նայա, որ կամով տրորում են, որ ցորենը ծղոտից առանձնանա, հետո ցորենը աղալու երգը, հետո հաց թխելու երգը, այդ բոլոր երգի տակ են արել, հա։ Ես հիմա ձեզ համար կերքեմ կալի երգը եւ սայլի երգը, Կոմիտասը միացրել է իրար, այդ երկու երգը։ Արի արի քեմատախ հո եզոջան հո ռովել հո ռովել հո հակալարամանարախ բեր հո եզոջան հո ռովել հո ռովել հո հաշանը դարման արա հասկերը ցորեն արա պրերը հոմ պրերը ջան հոլարա եզո ջան աղբեր ջան հո Թոլարա եզո ջան աղբեր դե սիրուն ել դե տոկան ել դե սևո ել հո հոլել հոլել ջան հոլել հոլել ջան հաշանը դարման արա հասկերը ցորեն արա Prere hom prere ջան հո ջան Բրավո, ֆանտաստիկ։ Ես
Դրա համար եմ շատ ուրախ, որ մենք այսօր ձեզ հյուրընկալեցինք, պարոն Շահնազարյան։ Շատ շնորհակալ եմ, որ կարողացաք այդ ժամանակը մեզ տրամադրել մեզ եւ մեր հետևորդներին եւ ես ընդհանրապես որպես կանոն իմ հաղորդման ամենավերջում տալիս եմ մի հարց բոլոր հյուրերին, թե որն է ըստ ձեզ հայի դրական կողմը 1-2։ Պարզապես դուք այնքան բան նշեցիք լավ։ Հիմա ես չգիտեմ իմաստ ունի այդ հարցը ձեզ տալու, բայց կտամ ամեն դեպքում եթե շատ կարճ նշեք ձեզ համար, որոնք են մեր լավ կողմերը, որոնց մենք պատշաճ ուշադրության չենք արժանացնում։ Նույնիսկ միգուցե մենք ինքներս ենք մոռանում, որ մենք ունենք այդ հատկանիշը։ Գիտեք, ազգերը հիմնականում տարբերվում են պայմանական ասած գույնով, իրենց այդ ոգով, տեսակով։ Իսկ այդ հատկությունները դրական եւ այլն նայեք շատ հարյուրավոր ազգեր ունեն, ասենք դրական հատկություն, ասես քաջություն ունեն, տնողասիրություն ունեն, բարություն ունեն, հնդիկները շատ բարի ազգ են։ Իսկ մենք ունենք առանձնահատուկ ունեն, առանձնահատուկ ես կասեմ, որ նա որ երևի ոչ մի ազգի մեջ այդ աստիճան չգտնեք։ Դա երեխայասիրությունն է, երեխայապաշտությունն է։ Այդպիսի ես ծանոթ բժիշկ ունեի, ընկեր Նուբար Ջանոյան, որ բժիշկ էր եղել Արաբիայում, Ալժիրում, Անգլիայում, Ամերիկայում, շփվել էր շատ ազգերի հետ, չինացի ամեն ազգի հետ։ Եվ ասում եմ միշտ նայել եմ, մենք ինչով ենք տարբեր եւ ասում եմ թե տարբեր չենք, նրա ծնողասեր, բան, ինչ հատկություն ասես, ես այդպիսի երեխայապաշտ ազգ չեմ տեսել, ասում եմ։ Երեխայասեր սակրալության հաստ։ Երեխայապաշտ։ Ու ասում եմ, ես կասկածում եմ, որ մեր 5 կրոնը երեխայապաշտությունն է եղել։ Եվ հետաքրքիր է, որ այդ միտքը, այո, որ պաշտել ենք մորը երեխան գրկին, դա է եղել ամենամեծ կրոնը, այո, եւ հետաքրքիր է, որ այդ միտքը, որ ասեմ, ով ասել կզարմանաք։ Եվ հայերը չգիտեն, որ այդ մարդը տենց միտք ունի։ Աշխարհահռչակ մշակութաբան Ֆրեյդի ընկեր եւ աշակերտ Յունգը։ Յունգը ասում է հայերի Վահագնի ծնունդը, Վահագն աստվածությունը իմ կարծիքով աշխարհում ամենահին աստվածությունն է, որովհետեւ ասում է այդ աստվածը մանուկ է, ի տարբերություն մյուս աստվածների երեխա է, ինքը դրանով հին է եւ ասում է այդ ազգը երեխա է պաշտել։ Հետաքրքիր։ Պարոն Շահնազարյան, շատ շնորհակալ եմ։ Մենք նոր տարվա այս տրամադրության մեջ ենք ավարտում մեր այս հաղորդումը։ Մեր հաղորդումը մի փոքր, այս դրվագը մի փոքր երաժշտական ստացվեց, տարբերվեց մեր նախորդ թողարկումներից։ Ես ուզում եմ, որ 2026-ը լինի հայի տարին, Հայաստանի տարին, մեր ինքնության տարին, մեր վերածննդի տարին, եթե դեմ չեք այդպիսի բան։ Ես ուզում եմ մի հայտարարություն անել հունվարի 13-ին Առնո Բաբաջյան փոքր դալիճում ակունքը համերգ ունի վերնագրով Հայոց հին նոր տարին։ Հայոց հին նոր տարին։ Երկենք ծննդյան երգերը, պարերգերը եւ այլն եւ այլն։ Անպայման այցելեք, հեռուստադիտողներ։ Ես էլ ընդհանրապես ձեզ պիտի շնորհակալություն հայտնեմ այսքան ամիսների ընթացքում մեր հետ լինելու համար։ Շարունակեք հետևել մեզ, ամենակարևորը մի վհատվեք։ Հաջողություն ձեզ։